Ներս բարի օր, հուսամ լավ եք, ամեն ինչ կարգին է, ինչպես տեսնում եք, ես նոր գործիք ունեմ, որը կարիք ուներ փորձարկման, որոշեցի ինձ չկորցնել ու քանի որ մի թեթև գնումներ էին կարել մեր սիրելի դոբրոցենից, եկանում ես այդ խանութը ատում եմ ուղակի, թողներ են ինձ բոլոր նրանք, ովքեր որ սիրում են այդ խանութը, բայց ասեմ, որ ժամանակ առ ժամանակ այնտեղից կարելի է ձեռք բերել շատ հարմար ծաղկամաններ, այգու համար նախատեսված ինչ-որ միջոցներ, որ ուրիշ տեղից հաստատ չես գտնի։ Այդ իմաստով շատ լավ է, բայց սպասարկման իմաստով մինուս անվերջություն, անկեղծ եմ ասում, իսկով ահա որ սպասարկում։ Լավ, շատ բողոքեցինք, ուրեմն տեսեք ինչ եմ գտել։ Լուրջ եմ ասում, սա սերեր առաջին հայացքից Դա երազում է իր մասին, ի սկզբանե ընտրել էի ուրիշ գույն, ինչ էր, դեղին էր, ինչ-որ շատ առանժվի, չէ, առանժվի, շատ վառ առանժվի, պարզապես այս չէի տեսել, ինչ, նարնջագույն, շատ վառ նարնջագույն, էլի շատ ուրախ էր, հավես էր, մի համար փոքր էր, հագա ու թեթևությունը զգալու որոշեցի, որ ես սա անպայման պետքա վերցնեմ, հիմա ասեմ թե ինչու, դե հողի հետ աշխատողները կհասկանան թե ինչու, չգիտեմ ինչքանով հարմար կլինի անկեղծ ասած, բայց ես իրան ոչ թե հողի համար եմ ավելի շատ ձեռք բերել, այլ որպեսզի մեր բակում քայլելիս ոտքերս ուղղակի, չգիտեմ, հող, ցեղ չլինեն, մեր փողոցը, մեր քաղաքի բացառիկ եւ երևի թե վերջին մի քանի փողոցներից մեկն է, որը գտնվում է ծայրաստիճան անմխիթար վիճակում, ամառները փոշի է, ձմեռները ցեղ, մի խոսքով։ Իսկ ես սիրում եմ երեկոյան քայլել մեր բակում։ Այդ մտածեցի, որ սա հրաշալի միջոց կարող է լինել ոտքերս պաշտպանող, որպեսզի փրկվեն ոտքերս, կրունկներս այդ փոշուց, որը անհետևանք չի մնում։ Եկանում նախապես ընտրել էի նարնջագույնը, բայց քանի որ նրա վրա չկար այս ասել եմ, բայց չեմ ասել, ինչպես ես ընտրեցի այս գույնը, դա եմ պատմում, աստղիկ ինչու ես ինձ խանգարում։ Մի խոսքով, որպեսզի անցկացներ ես կարողանայինք վճարել, պետք է որ այս մի խոսքով սրանից լինի, որի վրա չկար, երկար բողոքներից հետո հայտնվեց մի աշխատող, որը եկավ փորփրեց ու տակից ամենատակից հանեց այս գույնը, որը պարզվեց, որ ավելի գեղեցիկ է եւ մի համար ավելի մեծ է, որոշեցի սա վերցնել։ Մի խոսքով, սա դեռ կհագնենք այսօր, որովհետեւ նախատեսում եմ այսօր միասին նաեւ ծաղկատնկում անենք, քանի մուսաս եկել է առաջ։ Ինչպես ասեցի, պետքա ծաղիկներ վերատնկեն եւ երեք մի քանի էլի ուրիշ տեսակներ վերցրել եմ ծաղկամանների, բայց երկու հատ սրանից վերցեցի, մեկը մի քիչ հեռու հիմա չեմ մոտեցնի, բայց բավականին հարմար գիներ ու հարմար չափ։ Մի խոսքով, սա էլ կօգտագործենք, իրականում ունեմ երևի թե 6 քանի, երևի մի խոսքով մի 4-ից 5 ծաղիկ, որ պետքա վերատնկեմ, մեր երաժշտական դպրոցի դասարանի ծաղիկներն են, որը որոշել եմ սեպտեմբերին տանել նոր գեղեցիկ ավելի ներկայանալի տեսքով, բոլորին տեղափոխել, բոլորին տալ սնուցում, առանձին տեղ, ծաղիկներ կան, որ մի քանի ծաղիկ իրար հետ են աճում, մի խոսքով շատ նեղ է տեղը, հեսա որ մյուս վիդեոյում որ հեսա տեղափոխենք, ծաղկատնկումը անենք, արդեն կտեսնեք թե ինչի մասն է խոսքը, այնտեղ ավելի մանրամասը կպատմեմ, այն ծաղիկները, որոնք տնկելու եմ, այս տարբերակը շատ հարմար է, իրականում ես ծաղկամանները սիրում եմ, երբ որ իրանք մեջ ունենում են լրացուցիչ ամ, այդպիսի ծաղկամաններ էլ ունեմ, բայց այն ծաղիկը, որ տնկում, կարծում դրա կարիքը չունի, հա, ինքը շատ ոչ քմահաճ ծաղիկ է, ծաղիկերը ես պիտի անեմ, դրանով էլ կզբաղվեմ, սրա տարողությունը ինչքան է 2 լիտր է, չէ 3 լիտր, հա, անտիր չափ է 3 լիտր, արժեր ընդամենը 740 դրամ։ Վերցրել եմ այսպիսի ցելոֆան եւ միակ բանը, որը ինձ, չէ, միակը չէ, այս երկու բանը, որը միշտ պարտադիր ընտեղից եմ գնում, գրպանի անձեռոցիկ եւ այսպիսի սպունգերի հավաքածու 7 հատ է մեջը պարունակում, սա մեջը ինչքան է, սա մեջը 10 հատ է, բավականին ձեռնտու է գալիս, մի խոսքով։ Սրանց համար եմ հասնում այնտեղ ու մնացածը ձեռքով պատահում եմ, վերցնում եմ։ Էլի բան մնաց, հա, նաև ինչպես ասում եմ, այգեգործական հետաքրքիր բաներ կարելի է այնտեղից գտնել, սա վերցրել եմ, պոմիդորներ ունեմ կապելու իրականում, հարմար թել չունեի եւ ջի ժամանակին հայտնվեց տեսադաշտում, ընդամենը կարծեմ 3 թե 400 գրամ էր։ Վերջ, այսքանը կհանդիպենք հաջորդ վիդեոյում կամ չգիտեմ կմիացնեմ այս երկու վիդեոներն իրար կամ առանձին կլինի, արդեն կհանդիպենք ծաղկատնկման
ընթացքում։ Այսքանը սիրելիներս, առայժմ